Աննա Ժաննա Յահուկոմից եկել է հետևյալ հարցը. որքան է զոհերի եւ վիրավորների իրական թիվը։ Դեք այդ հարցը խոսում է նորից այն մասին, որ մարդիկ դադարել են ընդհանրապես հավատալուց։ 8 հոգի է զոհվել, 7 քաղաքացիական եւ 1 սպա։ Վիրավորվել է 200-ից ավելի իրավապահ, մինչև 210 իրավապահ եւ մինչև 50 քաղաքացիական անձ։ Ավելին չեմ ուզում մանրամասնել, որովհետև մշտապես դատախազությունը քրեական գործ վարող հատուկ քննչական մարմինը տեղեկատվություն է տալիս այս մասին։ Եվ քանի որ մեր քաղաքացիները շատ ուշադրությամբ են այս թվերին հետևում, չեմ ուզում հանկարծ դիմացության մեջ գցել, բայց որ անհնար է ուղղակի թաքցնել զոհը, սա էլ փաստ է։ Ես հիշում եմ 2000 թվականների սկզբներին, երբ որ մենք որպես պաշտպանության նախարարություն հայտարարում էինք, թե այս ամսին քանի զոհ ենք ունեցել, քանի զոհ ենք ունեցել տարվա ընթացքում, շատ մարդիկ այսպես իներցիայով ասում էին, որ ոչ, սրանք ճիշտ թվերը չեն։ Մինչև ժամանակի ընթացքում 10 անգամ ստուգեցին, այդ թվերը ազգանուններով, անուններով տեղակայված էին մեր կայքեջում, ի վերջո մարդիկ հավատացին, որ պաշտպանության նախարարությունը չի կարող սուտ տեղեկություններ տալ, որովհետև մարդուն չես կարող ուղղակի ընտանիքից վերցնել եւ թաքցնել, անհնար բան է։ Եվ ընդհանրապես քիչ է 8 զոհը։ Այսինքն այդ հարց տվողները զուտ հետաքրքրասիրությունից դրդված են դրա մասին խոսում, թե համարում են 8-ը քիչ է։ Մեկն էլ շատ կլիներ։ Պարոն Սարգսյան, քաղաքացին, ով չի ցանկացել ներկայացրել, այսպիսի հարց է ձևակերպել, ճիշտ է, որ դուք Հայաստանի բոլոր մեծ բիզնեսներում փայ ունեք։ Ոչ, սխալ է, սխալ։ Եվ քաղաքացին կարող է շատ ավելի կոնկրետացնել, նշել մեծ բիզնեսի անունը, պատասխանը ստանալ, գնալ ստուգել։ Պարոն Սարգսյան, Հասմիկը հետաքրքիր հարց է տալիս, եք նշանակելու վարչապետ եւ ինչ հատկանիշներով եք առաջնորդվելու այդ նշանակումը կատարելիս։ Ես երեք արդեն պատասխանել եմ նման հարցի, հիմա էլ ասում եմ, որ ես վերջնական որոշում չունեմ, բայց այսօր խոստանում եմ, որ կառավարություն ձևավորելուց հետո էլ մի այսպիսի միջոցառում կազմակերպենք եւ այն ժամանակ միգուցե պատասխանենք հիմնականում այն հարցերին, որոնք ուղղված կլինեն կառավարության կազմին։ Հիմա չեմ կարող ասել, թե ով եւ երբ է այդ մասին ասվելու, ով է լինելու վարչապետ եւ երբ է այդ մասին ասվելու։ Պարոն վարչապետ, այս հարցը բազմիցս կրկնվող հարց է եւ իր նշանակությամբ թերևս ընկած է այն տասնյակի մեջ, որոնք շատ հաճախ են կրկնվում։ Ինչու վերացվեց պարզեցված հարկը, քանի որ մենք կարող ենք ունենալ լուրջ ֆինանսական խնդիրներ, ել չասած հաշվապահություն պահելու անհրաժեշտությունը։ Լուրջ խնդիրներ ունենալ չեն կարող։ Նորից կրկնում եմ, որ պարզեցված հարկը չի վերացել։ Այն փոփոխությունները, որ մենք կատարել ենք, ուղղված էին խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելուն։ Այդ փոփոխությունները ուղղված չեն մանր կամ միջին բիզնեսին։ Մոտակա 2-3 օրերի ընթացքում ես հանդիպում եմ ունենալու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ եւ մանրամասն բացատրելու եմ։ Պարոն Սարգսյան, հետևյալ հարցը անձնական բնույթ է կրում, քաղաքացին հարցնում է, արդյոք հասցնում եք ձեր թորնիկի հետ շփվել։
Հասցնում եմ, բայց քիչ։ Համապատասխանում են իրականությանը այն լուրերը, որ Արտաշես Գեղամյանի որդին ձեր նախագահ դառնալուց հետո նշանակվելու է Մեղրիի անցակետի պետի պաշտոնին։ Իհարկե ոչ։ Ես չգիտեմ ճիշտն ասած, պարոն Գեղամյանն արդյոք ունի որդի, որի մասնագիտությունը համապատասխանում է այդ աշխատանքին, բայց գիտեմ, որ նա ունի կրթված զավակներ եւ որևէ արգելք չի կարող լինել նրանց պետական ծառայության մեջ ընդգրկելու, բայց ինչ որ պայմանավորվածության մասին խոսել աբսուրդ է։ Նամանավանդ Մեղրիի մաքսակետի կամ աբսուրդ է։ Չեմ կարծում, որ վարչապետը պետք է միջամտի այդպիսի նշանակումների։ Պարոն Սարգսյան, այսպիսի հարց ենք նաև ստացել, երբ եք հրաժարական տալու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնից։ Ես հրաժարական չեմ տալու։ Եթե փաստերով ապացուցվի, որ ցուցարարների նկատմամբ մահացու հրազեն է կիրառվել, ձեր կարծիքով ինչ պատասխանատվություն պետք է կրեն հրազեն կիրառելու հրահանգ տվողները եւ այդ հրահանգը իրականացնողները։ Օրենքը հստակ որոշել է, թե ոստիկանը իրավապահը ինչ պայմաններում կարող է կիրառել զենք եւ եթե խախտումներ լինեն անշուշտ քրեական գործի շրջանակներում լինելու է նաեւ համապատասխան այսպես վերաբերմունք, բայց տոնը այնպիսին է հարց տվողի, որ ընդհանրապես իրավապահը իրավունք չունի որևէ մեկի վրա կրակելու, նույնիսկ եթե այդ մարդը հանցագործը, եթե նույնիսկ այդ մարդը ինքն է ցանկանում իր մոտ գտնվող զենքով խլել ուրիշների կյանքը։ Ուղղակի պետք է նայել համապատասխան օրենքը եւ պարզ կլինի, թե որ պարագաներում ոստիկանը իրավունք ունի զենք կիրառելու։ Պարոն վարչապետ, Freedom Fight 777 ծածկանունով բլոգերը հետաքրքրվում է։ Հանրահայտ փաստ է, որ Հայաստանը այսօր գտնվում է փոքր խորը դեմոգրաֆական ճգնաժամի մեջ։ Ռուսաստանում այդ հարցին տրվեց համարձակ լուծում, որի արդյունքում ծնելիությունը աճեց։ Ինչու Հայաստանում չի արվում նույն բանը, իհարկե ոչ նույն մասշտաբով, բայց այնուամենայնիվ հնարավոր է տեղական մասշտաբներով։ Բայց մենք այդ ուղղությամբ աշխատանքներ տանում ենք, հայտարարել ենք եւ ասել ենք, որ մենք նախապատրաստում ենք ազգային ծրագիր։ Մենք հիմա լրջորեն աշխատում ենք երկու ազգային ծրագրերի վրա։ Մեկը նշվածն է, մյուսը գյուղատնտեսության զարգացման, ավելի ճիշտ պարենային ապրանքներով երկիրն ապահովելու ծրագրի վրա։ Պես որ զբաղվում ենք եւ կարծում եմ, որ համապատասխան գերատեսչությունները մոտակա ժամանակում այդ մասին կասեն։